Ինչքան էլ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից եւ քաղաքացու իրավունքի միտված էջ պատրաստել, այն կոչվելու է «Քո ձայնը քաղաքացիական ուղեցույց է»։ Օրինակ, սկսենք հենց սկզբից, քվեաթերթիկը։ Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու։ Քանի որ երեք հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրված եւ քվեաթերթիկների պաշտոնական տեսքը հաստատվեցին, ես մեր քաղաքական ուժի քվեաթերթիկի օրինակով բերեմ։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, ձեզ տրվելու են ըստ համարների նման քվեաթերթիկներ, որի վրա նշված է համարը, այս դեպքում մեր պարագայում երրորդ համար, նշված է լինում ուժի անունը, Ուժեղ Հայաստան դաշինք, եւ նշված են լինում առաջին, երկրորդ եւ երրորդ թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Շատ այստեղ մի հանգամանքի ուշադրություն հրավիրեմ, 2021 թվականին երկու դաշինքների քվեաթերթիկների վրա, ընդդիմադիր դաշինքների, հայտնաբերվել էին առավոտյան տպագրական հետքեր, այս հատվածում տպագրական ավելորդ հետքեր։ Ես ահազանգ ստանալով իմ դիտորդներից, ովքեր գտնվում են տեղամասային կենտրոններում, դիմել էի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ԿԸՀ բազմաթիվ դիմումների հիմքով հայտարարեց, որ դա տպագրական հետք է եւ անվավերության հիմք չի կարող հանդիսանալ։ Եթե մենք չհազանգեինք, շատ հավանական էր, որ հաշվարկի ժամանակ տվյալ քվեաթերթիկները անվավեր կճանաչեին եւ քաղաքական ուժը տեխնիկական պատճառով կկորցներ քաղաքացիներին իրենց տրված ձայները։ Էնպես որ եթե քվեաթերթիկի վրա բացի նշվածից ավելորդ նշումներ եք տեսնում, անպայման խնդրում եմ ահազանգեք։ Ու կրկնում եմ, կապ չունի, որ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Մեր խնդիրն է, անգամ եթե այլ քաղաքական ուժ լինի, ես հավատարիմ եմ մնում իմ դիտորդական առաքելության ղեկավարի պատգամին եւ կրկին պատրաստակամ ենք բոլոր քաղաքական ուժերի պարագայում էլ խախտումները բարձրաձայնել։ Հիմա տեսեք, այստեղ հղում ենք տվել եւ մարդիկ կարող են մտնել այս կոճակով եւ ստուգե անցնելով Elections AM կայքեջին, որի մասին լրացուցիչ էլի է տեսանյութ պատրաստել եւ ստուգել իրենց տեղամասային կենտրոնը, որպեսզի ընտրության օրը խնդիր չունենան, հասկանալու թե որտեղ են։ Խնդրում եմ անտարբեր միացեք ձեր տեղամասը ստուգելու կոճակի կողքով, որովհետև էլի ահազանգեր կան, բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են, ասում են, որ իրենց տեղամասային կենտրոնները նոր ցուցակներով փոփոխվել են։ Անգամ դեպք ունենք, երբ մի ընտանիքը նույն հասցեում բնակվող երկու ընտանիքի անդամներից մի տեղամասում են, այս պահի դրությամբ գրանցված երկուսին նոր տեղամաս են տեղափոխել, այսինքն ընտանիքի համար արհեստական անհարմարություն է։ Եվ ես շատ եմ խնդրում, հատկապես փորձենք իրազեկել մեր երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունն է այն կապողողակը, ով օգտվում է էլեկտրոնային կայքեջերից եւ հնարավորություն ունի իր բարեկամների, ընտանիքի անդամների, հատկապես տարեցիների համար այս ստուգումներն իրականացնել եւ իրազեկել ընտանիքի անդամներին։ Այստեղ հենց հիմնական էջի վրա երկրորդ կոճակը հաղորդիր խախտում։ Մարդը դիմում է, սխմում է այստեղ եւ տեսեք, կարող է ինքը ընտրել, անանուն է ուզում հաղորդել, թե ոչ։ Այստեղ էլեկտրոնային եղանակով ենք մենք ստանում խախտման մասին ահազանգը, բայց նաեւ տեսեք, այստեղ ունենք, հիմա վերադառնամ հիմնական էջ, մեր թեժ գիծը 055 522 552 հեռախոսահամարը։ Խնդրում եմ այս հեռախոսահամարը ամրագրել եւ թե ընթացիկ մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ի ընթացքում, ընտրության օրվա ընթացքում խախտումների վերաբերյալ կատարել ահազանգեր։ Այստեղ ինչպես են քվեարկում, ես այն ընթացակարգը, որ ներկայացրեցի, քայլերով տրված են, ու այստեղ տրված են դեպքեր ինչ անել, էլի դեպքերը տրված են, օրինակ ինձ ստիպում են ընտրել որոշակի կուսակցության օգտին, ահազանգը, քվեաթերթիկս վնասվեց, շատ հարցեր կան, որ քաղաքացին գնում է եւ
շատ կարևոր է հանձնաժողովի անդամների վերաբերմունքը քաղաքացուն։ Իրականում ի պատիվ շատ հանձնաժողովականների, ես կրկին ընդգծեմ, որ բազմաթիվ ընտրությունների միջով եմ անցել, մարդիկ անկախ իրենց քաղաքական հայացքներից շատ պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում քաղաքացիներին այդ պայդրությամբ խորհրդատվություններ են իրականացնում, ուղղորդում են, բայց ցավոք սրտի հակառակ պատկերն էլ ունենք, օրինակ նույն 2021 թվականին անձամբ ինձ հետ Երևան քաղաքում պատահած միջադեպ եմ ասում, հանձնաժողովի անդամը կրկին լինելով իշխանության ներկայացուցիչ այդ օրվա դրությամբ շատ անադեկվատ վարքագիծ էր դրսևորում, ընդ որում իր վարքագիծը քրեական օրենսգրքով արգելված արարքների շրջանակում էր տեղավորվում, խոչընդոտում էր թե դիտորդների, թե հանձնաժողովականների բնականon օրենսդրությամբ թույլատրված գործերը, օրինակ արձանագրումը խախտումների։ Այնուհետև իհարկե բնականon ընթացքը վերականգնվեց պետական մարմինների միջամտությունից հետո, բայց ամեն իրավիճակ հնարավոր է։ Ինչու է ժողովուրդ ջան շատ կարևոր այս ընթացակարգի, այս կայքեջի, այս թեժ գծի հրապարակումը, այս փուլում, որովհետև շատ հաճախ մեր հայրենակիցները իրազեկ չեն, իրավատեր չեն, իրավագիտակից չեն, ինչը լրացուցիչ խնդիրների է բերում։ Մարդիկ վախենում են ճնշումներից, մարդիկ չեն հասկանում, մոլորեցնում են այդ պայդրությամբ, չեն կարողանում տեր կանգնել իրենց իրավունքներին։ Մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները, գործիքները տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որպեսզի իրեն ընտրության օրվա դրությամբ ու իր քաղաքական կամքի նկատմամբ լրացուցիչ միջամտություն թույլ չտան։ Այստեղ արդեն ներկայացրեցի ստուգիր եւ հաղորդիր թեժ գծերը, նաեւ ասեմ, որ մենք եռալեզու ենք կայքեջը պատրաստել, որովհետեւ կրկին հայրենակիցներ ունենք, որ հայատար ցավոք սրտի չեն կարողանում կարդալ, արտասահմանից են եկել եւ օրինակ նույն անգլերենով բազմաթիվ հարցումներ են անում, ասում են կարող եք անգլերեն տեքստեր ուղարկել, որպեսզի ծանոթանանք, այնպես որ եռալեզու կայքից օգտվելու հնարավորությունը կա։